Ժլատը, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ժամանակով Մարկո անունով մի հարուստ վաճառական կար։ Սրանից ժլատ մարդ չկար։ Ոնց է լինում, մի անգամ գնում է ման գալու։ Ճամփին մի ծեր մուրացկան է տեսնում։ Էս ծերուկը նստած ողորմություն էր խնդրում։ Հանուն Քրիստոսի, ողորմած եղեք, քրիստոնյաներ։ Հարուստ Մարկոն բանի տեղ չդրեց, անցկացավ։ Այդ ժամանակ էլ դրա ետևից մի աղքատ գյուղացի էր գալիս։ Մեղքը եկավ մուրացկանին ու մի կոպեկ տվեց։ Հարուստն էս բանից ամոթ զգաց, կանգնեց, գյուղացուն ասավ. Լսիր, մեր երկրացի, ինձ պարտքով մի կոպեկ տուր, ուզում եմ մուրացկանին ողորմություն տամ, բայց մանր չունեմ։ Գյուղացին տվեց ու ասավ. Բա երբ գամ փողն առնեմ։ Վաղն արի, ասաց հարուստը։ Հաջորդ օրը աղքատ գյուղացին գնաց հարուստի դուռը, իր կոպեկն ուզելու։ Հարուստ Մարկոն տանն է, հարցրեց գյուղացին։ Տանն է, ինչ կա, հարցրեց Մարկոն։ Կոպեկի համար եմ եկել։ Վա, ախպեր, հետո արի, ճիշտ եմ ասում, մանր չկա։ Աղքատը գլուխ տվեց ու ետ գնաց։ Ոչինչ, ասավ, վաղը կգամ։ Առավոտը եկավ նույնը։ Մանր փող չունեմ, թե կարող ես 100-անոց մանրել վերցրու, թե չէ մի 2 շաբաթից արի։ 2 շաբաթ անց աղքատը նորից եկավ հարուստի մոտ, իսկ հարուստ Մարկոն պատուհանից տեսավ ու կնոջն ասավ. Լսիր, կնիկ, արի ես շորահան պառկեմ էս սրբապատկերի տակ, իսկ դու պատանը քաշիր վրաս, նստիր, իբր ես մեռել եմ, դու էլ լաց ես լինում։ Հենց որ գյուղացին ներս գա, ասա էսօր է մեռել։ Լավ, ոնց որ մարդը խրատեց, այնպես էլ կնիկն արեց։ Նստելու աղի արցունք է թափում, գյուղացին եկավ, մտավ ներս, կինը հարցրեց. Ինչ ես ուզում։ Հարուստ Մարկոյի մոտ եմ եկել, պարտք ունի տալու, ասաց աղքատը։ Գյուղացի, բա չես ասի, հարուստը հենց նոր մեռավ ու արևը մեզ բաշխեց։ Երկնային արքայություն նրան, թույլ տուր տիրոհի, գոնե իմ կոպեկի փոխարեն նրան ծառայեմ, թեկուզ ճանապարհվելուց առաջ օգնեմ, լողացնեմ։ Այս խոսքի հետ եռման ջրի պղինձն առավ ու համաթե լողացրեց, եռացրած ջրով խաշեց խեղճին։ Մարկոն հիմա հազիվ է դիմանում, դեմքը ծռմռել է, ոտները դողում են։ Դողաս թե չդողաս, կոպեկս պիտի տաս։ Լավ լվաց, ոնց որ պետքն էր, հագցրեց ու ասավ. Դե տիրուհի, մի դագաղար ու ասա թող ժամ տանեն, ես այնտեղ պիտի վրան սաղմոս կարդամ։ Հարուստ Մարկոյին դրին դագաղն ու տարան ժամ, գյուղացին էլ սկսեց հանգուցյալի վրա սաղմոս երգելը։ Գիշերը որ ընկավ, հանկարծ պատուհանը բացվեց ու գող ավազակները լցվեցին ժամը։ Գյուղացին սեղանի ետևը մտավ, գողերը ներս թափվեցին ու սկսեցին իրար մեջ գողոնը կիսել, լրիվ բաժանեցին, մնաց մի ոսկի թուր, այն էլ ամեն մեկը իրեն էր քաշում ու ոչ մեկին չէր ընկնում։ Էս բանի վրա աղքատը դուրս թռավ ու գոռաց. Ինչ եք կռիվ գցել, ով էս մեռելի գլուխը մի խփելով կտրի, թուրը նրան լինի։ Մարկո հարուստը ինքն էլ չիմացավ, թե ոնց վեր թռավ։ Գողերը վախից իրենց գանձը թողեցին ու պուկ փախան։ Դե մեր երկրացի, ասաց Մարկո հարուստը, արի փողը կես անենք։ Հավասար բաժանեցին, երկուսին էլ շատ փող ընկավ։ Բա իմ կոպեկը, հարցրեց աղքատը։
Ախպեր, ինքդ ես տեսնում, որ մանր չկա։ Էդպես էլ Մարկո հարուստը աղքատի կոպեկը չտվեց։